Արցախցիները նաև խնդրանքով են գնել Բեհափար Հայրապետին, որ թե մի նոր առաջնորդ նշանակի, ինչ-որ նորություն կա կամ… Չէ, դեռևս չէ։ Ես նորից եմ ասում, 10 կամ քանի հոգի նրանք ովքեր շեղվել են այս ճանապարհից եւ բոլորին ես անձամբ ճանաչում եմ, բոլորի հետ շփված եմ եւ ցանկալի է մարդիկ րոպե առաջ կան հոգեոր խորհրդի կողքի իրանց հարցերը բարձ է, ներողություն խնդրեմ, եղան չեն եւ հարցերին լուծում տան։ Մարդիկ են էլի սխալվել են, հիմա ամեն մարդ է սխալում, բայց ավելի քան ասեմ, որ իրանք իրավունք չունեն այդ սխալը թույլ տային։ Բալասանյան կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունները հրահանգվում են Թուրքիայից Բաքվի։ Դե տա Նիկոլին հարցրեք, ես ինչ իմանամ ողարանգել։ Բայց ամոթ, ու խայտառակություն է, չի կարելի։ Այդ մարդիկ մնալու են պատմության ամենափիս էջում։ Բալասանյան, շուտով ընտրություններ են, ինչ է կարծում, ինչպես են ընթանալու։ Ես ընդհանրապես ցանկություն էլ չունեմ այդ ընտրություններին, ու ավելին կասեմ, հիմա համաշխարհային պատերազմը սկսվել է, իշխանությունները, ընդդիմությունը, բոլոր քաղաքական ուժերը սկսել են քարոզարշավ անել։ Մի տեսակ, այս մարդիկ ոնց որ մեր երկրից չեն։ Ես չեմ պատկերացնում այդ քաղաքական ուժերը, համաշխարհային պատերազմը շատ շուտ բանից սկսվել է, հիմա արդեն ֆիքսվել է։ Եվ այդ բոլոր քաղաքական ուժերին եւ ԿՊԻ-ին, գործողությունից կոչ կանե արագը մի հատ համախմբվեն, տեսնան այս երկիր ուր են տանում։ Ամոթ է, խայտառակություն է մի խոսքով։ Ես շատ խիստ կասկածում եմ, այստեղ ընտրություններ ա լինելու, որտեղ վիճակը միջազգային ընդհանրապես մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ ծանր վիճակ է։ Այդ խաղաղություններից են խոսում, չգիտեմ ինչերից են խոսում, բայց օրը փաստաթուղթ չի գործում։ Եվ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված իշխանությունը խոսում է ինչ-որ մի հատ ստից թղթի կտորի մասին, թղթի կտորի, մի անգամ էլ եմ առնչել, չէ թրիփի ուղի, չգիտեմ, բանը դեմիլիտացիա, դեմարկացիա են անում, հայերենով սահմանազատում, սահմանություն, որ այնքան փաստաթղթերը միջազգային իջիկ դարձել, որ այդ թղթերը ընդհանրապես նրանք ոչ փաստաթուղթ է, ոչ հուշագիր է, մի հատ թղթի կտոր է, Թրամփի կողքին ստորագրած, չգիտեմ Ալմատիում ստորագրած, աշխարհագրությունը աշխարհի փոխվելու է։ Քարտեզը քաղաքական փոխվելու է։ Մոտ ժամանակներս։ Նրանք ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Ավելի քան ասեմ, պարզ եմ ասում, բոլորին պարզ։ Կովկասը դա այս աշխարհակ, դեպի հյուսիս։ Այ մեր քաղաքականությունը պետք է լինի։ Հարավ, Պարսկաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ պիտի պահենք, եւ մենք պետք է լինենք միութենական կազմում։ 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միություն։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց հիմա նորից եմ ասում, աշխարհագրությունը փոխվել է։ Քաղաքական քարտեզը արդեն իսկ համանազատում, սահմանագծում արած է։ Ես չգիտեմ, այս փուճուր երկրների 2-3 միլիոն բնակիչ ունեցողները մտածել խոսում են, մենք ենք, մենք sense կանենք, մենք մեր իշխանությունը, ինքնիշխանությունը, աշխարհին պարտք չի կարելի։ Ամոթ է, մի խոսքով փիս ամոթ է։ Այդքան բան։ Հաջողություն ձեզ, առողջ եղեք, ամեն ինչ լավ կլինի։